Հետևորդներ ջան, բոլորիդ լավոր եմ մաղթում, տեսեք ինչ եմ անում, դպրոցական պայուսյակ է, որի շղթան փչացել է և ես պետքա նորը տեղադրեմ, ես իրա բոլոր կարերը չեմ քանդում, այլ այդ փչացած շղթան այդպես կտրում եմ իրա վրայից հանում եմ, հեռացնում եմ, այնուհետև մի քիչ այդպես մշակում եմ ձեռքով, թելեր ա կախվում մի քանի հատ, այդ թելերը կտրտում հեռացնում եմ ու արդեն նոր շղթան եմ տեղադրելու, որը որ շատ համապատասխան շղթա եմ ընտրել, սովորաբար ես ուշադրություն եմ դարձնում, որ անպայման եթե իրա վրա կա երկրորդ շղթա, տեսեք, որպեսզի անպայման իրար նման լինեն, իրա գրպանիկի վրա էլ կա շղթա, ես ընտրել եմ նույն շղթայից և իր մոդելի այդ նախորդ շղթայի գլխիկը նորմալ վիճակում էր, ես նույնը տեղադրել եմ նոր շղթայի վրա, այնպես որ իր տեսքը չփոխվի, շատ հեշտ տարբերակ է, կարծում եմ այսպիսի պայուսյակների վրա շատերդ կարող եք այս տարբերակով շղթան փոխել, պատահում է նույնիսկ շղթայի մի կողմն է փչացած լինում, ես այդպես էլ եմ վարվում, եթե մյուս կողմը շատ լավ վիճակում է լինում, ես մենակ մի կողմն եմ փոխում և իհարկե շղթայի համարը պետք է համապատասխանի, եթե 5 համար է, ես մյուս մասն էլ եմ 5 համարի շղթայից վերցնում, եթե 7 է 7 կամ ավելին, գիտեք շղթաները համարներ ունեն, այդպես շատ հեշտ շատ հասարակ տարբերակ է, այնպես որ պայուսյակը ինքը շատ լավ վիճակում էր, ընդամենը շղթան էր փչացել, այդպես, շատ հեշտ տարբերակ է, անպայման շատերդ կարող եք այս ձևով փոխել և շատ լավ կստացվի, տեսեք ուղղակի հենց կարում եմ իրա վրա, այսքանը